Ավանդական ծիսական կերակրատեսակներ հայկական խոհանոցի հարուստ փորձի ու ավանդույթների վրա հիմնված։ Ցանկության դեպքում ավագ խոհարարը կկազմակերպի վարպետաց դաս ձեր սրահում եւ կկիսվի ամենահամեղ կերակուրների բաղադրատոմսերով։ Արարատ Հոլ, հայկական խոհանոցի ամենավառ գույները։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, շնորհավորում եմ ձեզ նոր եթերաշրջանի բացման հետ կապված։ Բարեկամներ, մենք մի քիչ ձևաչափը փոխելու ենք եւ շատ խորհրդանշական է, որ այսօրվա հաղորդումը մենք հենց սկսում ենք Աղթալայի խորովածի համահայկական փառատոնից։ Բարեկամներ, միշտ լինելու ենք միասին, նորից շարունակելու ենք մեր ազգային խոհանոցի լուսաբանման աշխատանքները միասին իրականացնելու գործը եւ ուրախ եմ, որ մենք ամեն օր հանդիպելու ենք, ունենալու ենք շատ հետաքրքիր հյուրեր, ունենալու ենք շատ հետաքրքիր ուտեստների ցուցադրություն, այնպես որ բարեկամներ, սկիզբը հենց այսպես լավ տրամադրությամբ եւ կտեսնեք, որ ընթացքը լինելու է ել ավելի լավ, ել ավելի ոգևորիչ։ Տարին խորհրդանշական է, այնպես որ մենք անպայման անդրադառնալու ենք մեր ազգային հարցերի, մեր ազգային ուտեստներին, մեր ազգային նաեւ մտածելակերպին։ Շնորհակալություն։ Я вообще очень люблю Армению, я всегда путешествую, мне очень интересны все эти и пейзажи, и все это наши национальные наши блюда, и хоровац самый вкусный на свете. Հարգելի հեռուստադիտողներ, իսկ այսօր կտեսնենք, թե մենք քանի մասնակից ունենք, ով ինչպես է պատրաստվել, ինչ այսպես ուտեստ է ներկայացնում, բնականաբար ուտեստը խորոված է լինելու եւ հաղթողը ով է լինելու։ Շրջելու ենք մենք ամբողջ տաղավարներով, բոլոր տաղավարներով եւ տեսնենք, թե ինչ հետաքրքիր ուտեստներ են պատրաստել մեր ամենահամարցակ խոհարարները։ Ինչու ամենահամարցակ, որովհետեւ մեր այսպես հրավերին արձագանքել են հենց այս տղաները, հենց այս թիմերը։ Իսկ այն թիմերը, ովքեր չեն արձագանքել, պիտի համարենք, որ վախենում են։ Իսկ այս տարին մեզ համար համարձակության տարի է։ Վախին ոչ եւ չիկ։ Պատրաստել ենք այսօր մենք հատուկ ուտեստ, գարան սիրտա լցոնած, գարան մսով, բլղուրով, 7 համեմունքներով, որը տարբերվում է մնացած բոլոր։ Ամեն տարի մասնակցում եմ խորովածի փառատոնին ու ամեն տարի ցանկանում ենք ինչ-որ նորարարություն մտցնել։ Եվ ունեմ նաև մի հատ նորույթ, որը կոչվում է հավի միս, լցոնած թարմ մրգերով։ Այսօր մենք ձեզի զարմացնում ենք մեր խորովածով, որը մենք մի հատն ենք, առաջինն ենք։ Խորովածի փառատոնին մասնակցում ենք առաջի անգամ ես եւ ընկերս։ Ժյուրին ներկայացրել ենք երկու տեսակ՝
տավարի ֆիլե սև սալորաչրով լցոնված։ Եվ երկրորդ ուտեստը խոզի միսե, մոշի եւ մալինայի խառնուրդ պատրաստած սոուսով։ Ես ներկայացնում հայ խորհրդական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը, որը կազմակերպում է այս միջոցառումները եւ ես պարտավոր եմ նաեւ ի պաշտոն եմ մասնակցել այս միջոցառումներին եւ նաեւ ոչ թե միայն ի պաշտոն, այլ պարտավորվածություն ունեմ որպես հայ, որպես սովորական քաղաքացի նաեւ մասնակցելու, որովհետեւ նման տիպի փառատոները ինձ թվում է նպաստում են ժողովրդի հետ շփմանը, ժողովրդի համար հետաքրքրություն առաջացնելուն։ Վեցերորդ տարին արդեն խորովածի փառատոնը անցկացվում է Աղթալայում, Հյուսային դարպասներ ծրագրի շրջանակներում, որը հետապնդում է մի նպատակ ազգային խոհանոցը ներկայացնելու ավելի լավ ու տարածաշրջանները զարգացնելու տուրիստական շարժով։ Մեր բոլոր տաղավարներում այսօր նորանոր խոհարարվածներ են պատրաստվել, որը մենք այսօր հանրությանը ներկայացնում ենք ոչ միայն նաև ուտեստ, այլ նաև մշակույթ։ Ինձ դուր եկավ խոհարարների մոտեցումը, որոնք ոչ միայն խորովում են կրակի կամ մաղալի վրա ոչ միայն միս, այլ նաև բանջարեղեն, նաև միրգ եւ հետաքրքիր թանձրուկներ են պատրաստում ու մատուցում։ Արդեն երրորդ անգամն է մասնակցում եմ խորովածի համահայկական փառատոնին։ Այս տարի ճիշտն ասած յուրահատուկ շատ բան չեմ արել, նորից ավանդականի սահմաններում մեր խորովածը ուղղակի մի փոքրիկ դիզայններ երևի, որ զարդարել էի ձմերուկը որպես մանգալ ու վրան խորոված մրգերով։ (2014) թվական խորովածի համահայկական փառատոն քաղաք Աղթալա Grand Prix կամ ինչպես ասում են գլխավոր մրցանակ 235 միավոր 239 միավոր շահել է ռեստորան Գուրման Քաղաքաբոբյան Գուրման ռեստորան Քաղաքաբոբյան Մասնակցում ենք առաջի տարի, զարմացրեցին մեր տեսականի խորովածով։ Օգտագործել ենք խոզի սալ, տավարի միս եւ հավի միս։ Բարեկամներ, այսպիսին էր սեպտեմբերի 6-ը 14 թվականի, այսպիսին էր խորովածի փառատոնը։ Ես ուզում եմ, որ բոլորս ներկա լինենք այս միջոցառումներին, ներկա լինենք մեր ավանդական ուտեստի յուրաքանչյուր ցուցադրությանը։ Ինչի համար, որտեղ մենք նախ եւ առաջ կծանոթանանք, երկրորդ կնպաստենք, որ այդ միջոցառումները լինեն ել ավելի ջերմ, ել ավելի մարդկային, ել ավելի տաք,
բայց ուզում եմ ամենայն դեպս շնորհակալություն հայտնել ձեզ հարգելի հեռուստադիտողներ, միգուցե ոչ անմիջական մասնակցություն ունենալու եւ ուզում եմ հրավիրել մեր արդեն ավանդական Արարատյան խոհանոց հաղորդումներին, որը արդեն լույս կտեսնի նոր ձևաչափով, նոր տաղավարով եւ նոր մտահղացումներով։ Ցտեսություն բարեկամներ, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։